Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի հերթական նիստի աշխատանքները։ Օրակարգի նախագծի վերաբերյալ կան առաջարկություններ, չկան։ Ըստ այդմ օրակարգի նախագիծը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ դրա հաստատմանը, դեմ չունենք, օրակարգ հաստատված է, քննարկում ենք չզեկուցվող հարցերի փաթեթը, փաթեթի վերաբերյալ կան առաջարկություններ, դիտողություններ չկան, ըստ այդմ քվեարկության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է, քննարկում ենք զեկուցվող հարցերը, հարց համար 44 հանրակրթական օբյեկտների շինարարության և գույքի ձեռքբերման ֆինանսավորման մասին հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան, համեցեք պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ներկայացվող նախագծով նախատեսվում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրման և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար 2025 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում 1 միլիարդ 854 միլիոն 791 հազար դրամի չափով, որից 500 միլիոնը կառավարության պահոստային ֆոնդից։ Պետք է նշեմ, որ կառավարության պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125.4 միլիարդ դրամ։ Ծրագրի շրջանակներում հաստատված ցանկերում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների մեկնարկման, պատշաճ իրականացման, ինչպես նաև ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով սույն նախագծով հատկացվում է 1 միլիարդ 761 միլիոն 524 հազար 800 դրամ, որն ուղղվելու է թվով 4 մանկապարտեզների կառուցման հիմնանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակին և թվով 16 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակին։ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի այս ծրագրում կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ցայսօր աշխատանքներ են տարվել, կառուցման և կապիտալ նորոգման աշխատանքներ և տարվում են 357 դպրոցներում։ Պետք է նշեմ, որ 26 թվականի բյուջեում այդ նպատակին ուղղված միջոցները էլ ավելի են աճել, կազմելով շուրջ 150 միլիարդ դրամ, ինչը 51.2%-ով ավելին է, քան այս տարվա ֆինանսավորումը։ Իսկ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները, պարոն վարչապետ, արդեն իսկ ավարտված են 60 դպրոցում և որոնցից 35-ը կառուցված, 25-ը նորոգված և պետք է նշեմ, որ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցներում, որոնցից 153-ը կառուցող, իսկ 105-ը կապիտալ նորոգվող և ևս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա 3 ամիսների ընթացքում և մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք արդեն իսկ ավարտված 60 դպրոցներից բացի ևս 50 դպրոց, իսկ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը թվով 151 դպրոց, իսկ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ևս 47 կառուցվող դպրոց, այսինքն ընդհանուր թիվը կկազմի 2026 թվականի տարեվերջի դրությամբ 308 դպրոց, որից 139 կառուցված և 169 կապիտալ նորոգված։ Նաև այստեղ որոշակի մասհանումներ ենք կատարում, ինչպես նշեցի, արագ արձակագրման ֆոնդի ընդլայնմանը և ՀՏԶՀ-ի կարողությունների զարգացմանը։ Խնդրում եմ հաստատել և եթե կարելի է վերջի նախադասությունը, պարոն վարչապետ, որ մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք ևս նոր նախագծեր շրջանառել դպրոցաշինության այս մեծ ծրագրի համար ֆինանսական միջոցներ ավելելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հարգելի գործընկերներ, այժմ թվարկենք, թե ինչ ենք ֆինանսավորում և ինչի համար։ Առաջինը մանկապարտեզների կառուցում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբ Ջանյան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների մեկնարկ։ Հաջորդը Ծաղկահովիտ համայնքի, խոսքը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի մասին է, չէ՞, Գեղադիր բնակավայրի մանկապարտեզի տեխնիկական հսկողության գումարի ավելացում, այսինքն շինարարությունը ընթացքի մեջ է, տեխնիկական հսկողություն ենք ավելացնում։ Հաջորդը մանկապարտեզների հիմնանորոգում, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի
հիմնանորոգման ավարտական աշխատանքներ, նորմալ է, այստեղ ես ուրախ եմ, որ ավարտվում է, որովհետև այս մանկապարտեզը մի օր ուղղակի պատահական Գյուղամասարի գյուղամեջում կանգ ունեցա եւ հարցրեցի, մարդիկ ասցին, որ մանկապարտեզն է հրատապ խնդիրը, երևի դա 2 տարի առաջ էր կամ մի քիչ ավելի շուտ, այսինքն 4 տարի է տևել, 3 երբ էր բան 1.5 տարի առաջ է եղել, պարոն վարչապետ, ձեր հանդիպումը ու ծրագիրը 2026 թվականին պիտի ավարտվեր, բայց հիմա ավելի շուտ ավարտում ենք, 5 տարի նախատեսվածից շուտ ենք։ Այո, 2026-ին էր նախատեսված։ Մանկապարտեզների նախագծում Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի երկրորդ մասաշենքի երեսպատման տարածքի մասնակի բարեկարգման նախահաշվային փաստաթղթերն ենք սկսում սրանով եւ մանկապարտեզների գույքով ապահովում, ինչ նշանակում է խոսքը ավարտված մանկապարտեզների մասին, կամ ավարտվող։ Հիմա այս գույքերը քանիսն են ավարտված, քանիսն են ավարտվող։ Անվարչապետ կոնկրետ այս մանկապարտեզի պարագայում ինքը 21 թվականին վարկային միջոցներով է կառուցվել, սակայն մի րոպե, ես ուրիշ բան եմ հարցում։ Հիմա մենք ունենք 16 մանկապարտեզներ գույքով ապահովում։ Հիմա ես դրանք եմ թվարկելու, բոլորը ավարտված են։ Այո։ Շատ լավ։ Կամ ավարտական փուլում է մի քանիսը։ Այո։ Ինչ նշանակում է, որ արդեն եզրափակիչ հատվածն է։ Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրի Կակաչ մանկապարտեզ ավարտված է։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր Ղևոնդյանի անվան մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Ալագյաս համայնքի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ Մսուր մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 4 Հասմիկ մանկապարտեզ ավարտական փուլում է։ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզ ավարտված է, շինարարությունը ավարտված է։ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզ, շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ, շինարարությունը ավարտված է։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ, ավարտական փուլում է, հիմնանորոգումը։ Լոռու մարզի այստեղ չնշեցի, որն է 0-ից կառուցվում, որը հիմնանորոգվում կամ կառուցվող կամ հիմնանորոգվող։ Լոռու մարզի Տաշիր համայնքի Ամալիա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզ, Պրիվոլնա է, վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ, վերակառուցվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ, հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կատնախբույր գյուղի մանկապարտեզ, հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ, հիմնանորոգվել է սուբվենցիայով։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ կառուցվել է սուբվենցիայով։ Սրանք այս վերջին հատվածը բոլորը գույքով ապահովելու մասին էր։ Հարգելի գործընկերներ, իհարկե, սա նաև մեր մարզային այցերի ընթացքում տեղի ունեցած դիտարկումների արդյունքում ենք որոշում կայացրել, որ մենք բոլոր մանկապարտեզները պետք է ապահովենք եւ դպրոցները պետք է ապահովենք նոր գույքով։ Բայց ես նաև ուզում եմ իմ դիտարկումները կիսել վերադառնալով դպրոցների թեմային կապված գույքի որակի, գույքի օգտագործման որակի հետ, եւ գիտեք, ես շատ կարեւոր եմ համարում, որ ինչ որ ասում եմ ինքը ճիշտ ընկալվի եւ չընկալվի որպես մեղադրանք, չընկալվի որպես տես նեգատիվ ինչ որ բան, այլ որպես մեր օրակարգի հարց, որը մենք պարտավոր ենք խոսել, հասցեագրել, լուծել։ Ես գիտեք, որ մենք բոլոր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող, չնայած լաբորատորիաների հատվածում ոչ միայն հիմնանորոգվող, բայց ես կենտրոնանամ նորակառույց եւ հիմնանորոգված դպրոցներին, ապահովում են նոր գույքով։ Ես մասնավորապես ուզում եմ կենտրոնանամ մարզական գույք,
լաբորատոր գույք, լաբորատորիաների քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն։ Եվ ես մտահոգություն ունեմ հետևյալ հետ կապված, թե ինչքանով այդ գույքը որակով օգտագործում, ինչքանով է դա նպաստում կրթական process-ի զարգացմանը։ Ես ասենք այնպիսի դեպքեր եմ ականատես լինում, ես էլ եմ ասում, խնդրում եմ, այդ որտեղ այդ տեսել եմ, խնդրում եմ նաև մեր հարգելի տնօրենները եւ ուսուցիչները դա չընկալեն, որովհետեւ ես հիմա որ ասեմ, բարձա չեմ ասելու ինչը որտեղ ա եղել, բայց իրանք իմանալու են ինչը որտեղ եմ տեսել, ես խնդրում եմ, որ իրանք սա չընկալեն որպես մեղադրանք կամ չնեղվեն։ Ես ուղղակի ուզում եմ կիսվեմ եւ հրաապարակային, որ ես հաջորդ տեղերը ես նույն բանը, ինչ եմ հրաապարակային անում, որովհետեւ գիտեմ, որ գնալու եմ նույն բանը շարունակաբար ամենտեղ տեսնելու։ Ես ձեզ օրինակ բերեմ, ես մտնում եմ դպրոց, նորակառույց դպրոց, գույքը բոլոր հնարավոր գույքերը դրած է։ Մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ թենիս սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ հարգելինս խեք ստեղ դրել։ Բա ո՞նց է, ասենք լավ, հələ հասկացա թենիս կխաղան երեխեք, բա բասկետբոլ ո՞նց են խաղալու։ Կամ մտնում ենք սպորտային դահլիճ, տեսնում ենք, որ ենթադրենք բաներ կան, տարբեր նաև այդ թվում մեծ գույքեր կան։ Դրածա կենտրոնում, ասենք լավ, մի անգամ գնում ես, տեսնում ես դրածա, ասում ես երևի այդ դասնա, երկրորդ անգամ գնում ես, տենում այդ նույն տեղը դրածա, երրորդ անգամ ես գնում, տենում ես այդ նույն տեղը դրածա։ Լաբորատորիաների հետ կապված։ Ասենք ես մտնում եմ, մենք հիմա քիմիայի լաբորատորիաներում նաև բաներ ենք, խալաթներ են սպիտակ, սկզբից հա տեսնում եմ փաթեթների մեջ դրած, ասում եմ, բա ինչի է փաթեթի մեջ դրած, հետո հաջորդ տեղ դնում եմ, տեսնում եմ հանած է, բայց մեկ այլի փաթեթի մեջ այլի օգտագործված չի։ Այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ ես իրոք տպավորում, էլի սկզբում 1, 2, 3, 4, ես ասում եմ շատ լավ նոր է, բայց եթե մենք այստեղ մեխանիզմներ չունենանք վերահսկելու, մասնավորապես ես այսօր նախարարի հետ առավոտյան խոսեցի, մեզ մոտ գոյություն ունեն այդ թվում դասալսումների ինստիտուտներ եւ մենք մասնավորապես հիմա այնտեղ որտեղ հարցը սուր դրված է հատկապես այդ կրթական գույքի մասով մենք այսօրվանից սկսած շարունակաբար պատահականության սկզբունքով չեմ ասում բոլոր տեղերը, բայց պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ։ Մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասի։ Տեսնենք լաբորատոր գույքը օգտագործվում է թե չէ։ Իհարկե ծրագրով մենք կտեսնենք նաև ինչ է այդ օրը, ինչ դաս է նախատեսված։ Ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվում է թե չի օգտագործվում։ Ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Որովհետեւ եւ պետքա տեսնեն, այնտեղ էլեկտրական սալիկներ կան, տարբեր, այսինքն գույք կա, որը շատ կարեւոր է եւ շատ այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել։ Ես չեմ բացառում, որ սուրճ էլ թող եփեմ, բայց դասը պարտադիր է։ Ես տպավորություն չունեմ։ Ու ընդ որում ես այս վերջերս միտեղ, որ ուրիշները չնեղվեն, ես մեր օրինակը բերեցի, ասի, օրինակ մեր տանը եղել է բան տենց համոզված եմ առնվազն էլի մարդիկ կան հարաբերությունը, որոնց տանն էլ է տենց եղել։ Մեր տանը իմիջիալից միջև մի կա, Իջևանի տանը բան կա, սերվիս կա, որ ես ծնված օրից հիշում եմ, բայց մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, այդ պահարանում դրած է միշտ։ Ու ես չգիտեմ սա երևույթը որտեղից, ոնց է։ Ես ուրիշ տեղեր եմ տեսել, տենց աչքի տակով որ նայում եմ, տենում եմ ընդ որում ելնում է որ նույնից է ելնում եւ նույն տեղը դրած է ելնում տարբեր տներում։ Այս ընկալումը խնդիր է, սա մի հոգու մասին չի, սա մեր մասին է։ Այդ գույքը գիտենք որ այդ թվում ֆիզկուլտուրայի բան գերան են ասում, թե ինչ են ասում, կամ վերջը տարբեր մարզագույք կա, որը տեղա ասենք ենթադրենք լավ, կարա 50-60 կիլոգրամ քաշ ունենա։ Հա պետք է ամեն դասի համար բերել դնել, դասից հետո տանել դնել պահեստ։ Պահեստն էլ, ասենք պահեստը որն է, դահլիճներին կից խորշեր են, որ նախատեսված այդ գույքը դնելու համար։
Ես գիտեմ, որ մեր լավ դե դրել ենք մի բան, որ միտեղ տնում ենք, մի 6 տարի էլ տեղից չենք շարժում, որովհետև հա դե հազիվ դրել ենք։ Չէ՞ պետք է դա էլ է կրթական process։ Դասը պետքա նախապատրաստվի։ Հա պետքա այդքան գույքը, ընդ որում այդքան շատ գույքը դրել ենք, ես հիմա այդ աչքով նայում եմ, մարդիկ կասեն, այսքան պետքա հանենք դնենք։ Հա, պետքա հանենք դնենք։ Որովհետև կրթությունը է դա։ Ոնց որ ասենք դե դասագրքերը տվել ենք, հա, նրա համար էլ բան, տենց մեր ժամանակվանից այդ ավանդույթը կար, դասագրքերը ստանում ենք, սի դպրոց չենք էլ տանում հետներս։ Ոնց որ ասենք դասագրքերը դե պայուսակից խի հանենք էլի մեկա հետ ենք, չէ՞ դնելու։ Ինչի հանենք։ Սա համատարած, սա արդեն ոչ թե դեպք է, սա խնդրեմ է եւ ստեղ ես ակնկալում եմ եւ տեսչական մարմինը, եւ նախարարությունը, եւ մարզպետարանները, եւ մարզպետարանների հանրակրթության բաժինները պետքա մենք համոզվենք, որ այդ գույքը տեղում է, ընդ որում տեղում դրանից էլ պետք չի վախենալ, պարզա ապակի կոլբա է, պարզա կկոտրվի էլ, թող կոտրվի, բայց ոչ թե հատուկ ջարդենք, այլ process-ի ընթացքում թող կոտրվի, դրան էլ ձև կա փաստաթղթավորելու եւ այլն, բայց սա չի լինի, ես արդեն ասենք 1-2 անգամ ասում եմ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ անգամ չեմ ասում, բայց դա ինձ համար ակնհայտ է։ Եվ ես հիմա հրապարակային եմ ասում, ընդգծելու համար, որ դա ակնհայտ խնդրեմ է եւ այդ խնդրեմը պետքա լուծվի։ Դա տեսչական մարմնի աշխատանքն է, եւ նախարարության աշխատանքն է, եւ մարզպետարանների աշխատանքն է, ել չեմ ասում մեր հարգելի տնօրենների եւ ուսուցիչների աշխատանքն է, եւ այս խնդիրը պետքա լուծենք։